Ալելույա, օրհնեցեք Աստված իր սրբարանի մեջ, օրհնեցեք Զանիկա իր զորությանը հաստատությանը մեջ, ամեն շունչ ունեցող թող դերը օրհնե, ալելույա։ Եկեք միասին դերը փառաբանենք, երգելով մեր առաջին երգը, երթիվ 191 ոտքի վրա։ Մինչ ոտքի վրա ենք, դարձնենք մեր երկարաներուն ետևը փոխածած ընթերցում թիվ 15, փոխածած ընթերցում թիվ 15։ Լսեք, որ ասվեցավ աչքի դեղ աչք ու ագրայի դեղ ագրա։ Բայց ես ձեզ կսեմ, չարին հագարակն գենա, հավա եթե մեկը կատ նզարն է աչ ծնոդիկ, հարցուր անոր հույսն է։ Եվ մեկը, որ գուզե քեզի հետ թատ վարել և քու շաբիկըտ արնել, թող դուր անոր քու վերարգուտալ։ Եվ ով որ քեզ պահակ բրնել, ու մողոն մը ճամպա կշել, գնա անոր հետ երկու։ Քեզմե ուզողին դուր ու երես մի դարձներ անգե, որ գուզե քեզմե փող առնել։ Լսեք, որ ասվեցա, քո ունգերդ սիրես ու տշնամին պահես։ Բայց ես ցեզի գսեմ, սիրեցեք ձեր տշնամիները, օրհնեցեք ձեզ անիծողները, բարի եղեք անոնց համար, որ ձեզ գադեն, ու աղոտ կրեք անոնց համար, որ ձեզ չարչարեն ու գհալածեն։ Որովհետև ձեր երկնավոր օրը որդիներ նման, վասնզի արևը գծակեցնեն, թե չարերում և թե բարիներում վրա, և անձեր կլրկեն, թե արդարներում և թե մեղավորներում վրա։
Վասնզի եթե դուք ձեզ սիրողները սիրեք, ինչ վարձ կունենաք, չէ որ մաքսավորներն ալ նույնը գնեն։ Եվ եթե միայն ձեր երկարներում բարեր տակ, ինչ ավելի գնենք ուրիշներին, չէ որ մաքսավորներն ալ նույնը գնեն։ Ուրեմն դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր երտնավոր հայրն ալ կատարյալ է։ Մի տանեք, որպեսզի չտանվեք։ Քանզի ինչ դատաստանով որ դատեք, անով պիտի դատվիք, եւ ինչ չափով որ չափեք, անով պիտի չափվի ձեզի։ Աղոթենք։ Երտնավոր հայր, շնորհակալ ենք քեզ, որ մեզ ոս հավաքեցիր, որ քո խոսքդ լսենք, քեզ պարապանենք։ Դեր հիմա ինչպես կարտացինք, մարդկային ծավալ անգարելի է դեր, բայց երբ Սուրբ Հոգին մեր մեջ կգործե, ասպաները կարելի կլան։ Մեզի զորացրով դեր, որ քուզ այդպես կյանքեր ապրենք։ Հիսուսի անով կխնդրենք։ Ամեն։ Պիտի երգենք 228-ը, այս երգին առաջին, երկրորդ, 5 եւ 6 համարները։ 228-ը առաջին, երկրորդ, 5-րդ եւ 6-րդ համարները։ Բարի եկացեք միասին դերը բաշտելու, կուզեմ մեր եղեցին կորձունետունները, հայդարարությունները ծեր ուշահատյան պերել։ Նվարդ Միսիսյան, ծնյան 1934, ննչեց 2025։ Բշտացած սրդով գուքուժենք մահը նվարդ Կեշիշյան Միսիսյանի, որ բադայեցավ գիրագի 23 նոյեմբեր։ Անիգա հավադարմապար եղած է եկեղեցիս մեջ անխոչ աշխատողը եւ դարիներ շարունակ թանկագին ծառայություններ բերած է անոր կյանքի մեջ տարբեր հանգամանքներով մանավանդ տիկնած միության զորավոր նեցուկ ըլլալով անոր զանազան գործունեություններում մեջ Նվարդ Միսիսյան եղած է անգերց հավատացյալը որ իր ծառայության կյանքով ցուցաբերած է իր զորավոր հավատքը եւ սերը իր եկեղեցին եւ անոր ժողովրդին անտեպ։ Անիգա իր յետին գծիկե 4 զավակներ, թորներ ու զորեր եւ զինք ճանցուղներուն սրդերում մեջ քաղցր հիշադակմը։
Դան գարկը դեղի ունեցավ 5 շաբթի 27 նոյեմբերին երեկոյան ժամը 6:08։ Իսկ անոր հողարգավորության պաշտամունքը դեղի ունեցավ եկեղեցիս մեջ ուրբաթ օրը 28 նոյեմբեր առավոտյան ժամը 11-ին։ Իր ընտանիքին եւ սիրելիներուն, ինչպես նաեւ եկեղեցին մեջի բազմաթիվ բարեկամներուն ներկայության։ Կարևոր ծանոթումը վերաբատվելի Ժիրայր Բզդիկյանի հողարգավորության արարողությունը պիտի ընթանա հետևյալ ձևով։ 5 շաբթի դեկտեմբեր 4 Գոմիդաս Մերելոդուն երեկոյան ժամը 6:09, որ գտնվի Սալաբերի ջամփուն վրա, հասցեն կրված է լրադուի մեջը։ Ուրբաթ դեկտեմբեր 5 հողարգավորության պաշտամունք եկեղեցուց մեջ Արավոտյան ժամը 10:10, որ մեր ետ թաղման արարողությունը Նոթրդամ Դենեժ կերեզմանադամ մեջ։ Նորենտացիալ գտնեք հասցեն ձեր լրադուներու մեջը։ Թաղումեն վերջ ժողովուրդը կհրավիրվի հիշադակի ջաշի եկեղեցուց Արոյան սրահին մեջ։ Կուզենք շնորհակալություն հայտնել բոլոր ադանցիկները եկեղեցին գրնակ կգենան իրենց նվիրատություններով։ Նայեմ գուզենք ծանոթանել, թե ստացանք սահմանապակ թիվով 2026-ի օրացույցները Ֆրանսիայեն։ Քինը $15 է, անոնք որոնք կպապակին գնան Սակո Տորոսյանին դեսնել, որ ապահովեն իրենց օրացույցները։ Պիտի գարտամ Աստծո սուրբ խոսքեն Թուղթ Հակոբու երկրորդ գլուխ 14-26 համարները։ Թուղթ Հակոբու երկրորդ գլուխ 14-26 համարները։ Ինչ օգուտ է եղբայրներս, եթե մեկը ասե թե հավատք ունի ու գործ չունենա։ Միթե հավատքը գրնա փրկել զանիկա։ Եթե եղբայրը կամ քույրը մեր գլա կամ օրվան գերագուրին գարոտ ու ցեզնը մեկը անոնց ասե քացեք խաղաղությամբ դակցեք ու գշտացեք բայց մարմնին պետք եղած բաները անոնց չդա ինչ օգուտ ունի այսպես ալ հավատքը եթե իրեն հետ գործ չունենա առանցին մեռած է նայեմ գրնա մեկը ասել թե թուն հավատք ունիս Ես ալ կորձեր ունիմ, թու քո հավատքը ծուցուր ինձի առանց կորձերու ու ես քեզի ծուցնեմ իմ հավատքս իմ կորձերովս։ Թուն կհավատաս թե Աստված մեկ է, աղեք կնես, թևերն ալ կհավատան և կսարսափին, բայց կուզես գիտնալ ով սնոդի մարդ, թե հավատքը առանց կորձերու մեռած է։ Աբրահամ մեր հայրը կորձերով չարտարացավ Եվ իր որդին Իսահակը սեղանին վրա հանեց զոհ ընելու։ Կտեսնես, թե հավատքը անոր կորձերուն հետ մեկտեղ կորձեց ու այն կորձերով հավատքը կատարյալ եղավ։ Եվ կրկին խոսքը կատարվեցավ, որ գսե. Աբրահամ Աստուծո հավատաց ու ան իրեն արդարություն սրբեցավ եւ ինք Աստծո բարեկամ կոչվեցավ։ Կտեսնեք, թե մարդ կորձերով կարտարանա, ոչ թե միայն հավատքով։ Նույնպես ալ Ռախաբ բորնիկը, չէ որ կորձերով արդարացավ, եւ լրդեսները ներս արավ եւ ուրիշ ջամփայով արձակեց անոնք։ Քանզի ինչպես մարմինը առանց հոգիի մեռած է, նույնպես ալ հավատքը առանց կորձերու մեռած է։ Ամեն։ Մեր գլուխները աղոթքի համար խոնարհեցնենք։
ով հավիտենական Աստված, Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Որքան շնորհակալ ենք քեզ այս առավոտ, որ անգամ ևս մեզի կյանք շնորհելով կարողացանք հավաքվել քո տանդ մեջ, կարողացանք գալ քո առջևդ և երկրպագության և փառաբանության հոգիով երգեր երգեցինք, քո խոսքեր կարդացինք և աղոթեցինք։ Այս բոլորը քո շնորհքդ է, ով Տեր։ Շնորհակալություն կհայտնենք քեզի այն բոլոր բարիքներուն համար, որ գուտաս բոլոր աշխարհի։ Ինչպես կարդացինք քո խոսքիդ մեջ, տուն խտրություն չես տներ, այլ քո բարիքներդ ամբողջ մարդկության գուտաս, ով Տեր, որպեսզի մարդ արարածը քեզի ճանչնա, կարողանա գիտակցիլ, որ իր կյանքը քեզ մեկ ուքա։ Անոր համար գաղութենք, ով Տեր, որ մեր աչքերը բաց ըլլան, մեր սրտերը գագուղ ըլլան, այս քո հրաշքներդ տեսնելու։ Կկոհանանք քեզ մե ամեն բանի համար, քեզ մե կոհենք, ով Տեր։ Տուն կշարունակես օգնել մեզի, որովհետև տուն ողորմած և քթասիրտ Աստված ես։ Տուն կշարունակես առաջնորդել մեզի, որովհետև չես ուզեր, ով Տեր, որ ովևէ մեկս գործվինք, այլ կուզես քեզի հետևողները լանք, քեզի հնազանդողները լանք։ Անոր համար գաղութենք, ով Տեր, որ քո Սուրբ Հոգիովդ գործես մեր մեջ, որպեսզի մեր անձերը խոնարհ լանք քո առջևդ։ Գաղութենք իրարու համար, գաղութենք այս եկեղեցին համար, որտուն, ով Տեր, այցելություն ընես և բահես և պաշտպանես բոլորը, քո սիրովդ լեցնես, քեզի հանդեպ և իրարու հանդեպ։ Ով Աստված, գաղութենք, որ այս եկեղեցին բահես և պաշտպանես ամեն տեսակի փորձանք է, ամեն տեսակի հիվանդութեն է, ամեն տեսակի ցախողութեն է, և քո շնորհքներդ թափես, քո բարի բարգևներդ տաս, որպեսզի քո ուրախությանդ մեջ կարողանանք շարունակել այն ընթացքը, որ մեր առջևը գտնես։ Գաղութենք ընտանիքներու համար, որտուն բահաբան և պաշտպան ըլլաս այս խավար աշխարհի մեջ, այս դժվար օրերու մեջ, ով Տեր։ Բահես և պաշտպանես ընտանիքները, ամուսնացյալները, զավակները, անոնք, որոնք մանավանդ դպրոց և համալսարան կհաճախեն, քո առջևդ կբերենք մեր զավակները, ով Տեր։ Տուն իրենց հովանի ըլլաս, իրենց պաշտպան և բահաբան ըլլաս, իրենց միտքերը, Տեր, տուն պաշտպանես, ամեն տեսակի թիվային, ամեն տեսակի խավարի իշխանության գաղափարներն, ով Տեր։ Եվ բահես մեր զավակներուն սրտերը քո խոսքիդ մեջ, քո ցերկերուտ մեջ, որպեսզի անոնք մեծնան և օրինագելի քրիստոնյաներ, հավատացյալներ լան, քո եկեղեցիդ մեջ, քո դաշտիդ մեջ, բարի վկաներ լալու, նոր ավետարանիչներ լալու և այս աշխարհի մեջ քո լույսդ լալու, Տեր։ Գաղութենք աշխարհի խաղաղության համար։ Տուն գիտես, ով Տեր, որ այս աշխարհը ադելության գետրոն եղած է, Տեր։ Տուն գիտես, ով Տեր, եղբայր եղբոր թեմ գելն է, մարդ մարդու թեմ գելն է, ընտանիքներ կքայքայվին, հայրը զավգին թեմ գելն է, զավակը հորը թեմ գելն է։ Տուն գիտես այս բոլոր բաժանումները, տուն գիտես ինչպես սատանան ադելություն գծանե, ով Տեր, բայց տուն ավելի հզոր Աստված ես։ Անոր համար քու թուրդ կզարնենք այս առավոտ, որ քու խաղաղությունդ ղրգես, մարդոց սրտի մեջ, Տեր, խաղաղության սեր և փափակ տնես,
որովհետև դու գսես Երանի խաղարարներուն Տեր գաղութենք, որ երկնային խաղաղությունը այս երկրի վրա ալա։ Մինչ կմոտենանք ով դեր քու ծնունդդ դոնելու այս աշխարհ քալու ով դեր թեփքը որտեղի ունեցավ 2000 տարիներ առաջ անգամ եւս ուրախանալու ադոր համար որթուն երկնքի ունեցած փառքը ցկեցիր մեզի վես մարդ եղար որովհետեւ մեզի վեր հանես եւ հավիտենական կյանքի արժանացնես Գաղութենք այս երկրին համար, Կանադայի համար, որով դեր առաջնորդներուն իմաստություն դաս։ Գաղութենք, որով դեր անոնք քու վախովդ այս երկիրը առաջնորդեն։ Գաղութենք նաև մեր ժողովրդին համար, Հայաստանի համար, Սփյուռքի համար, ամեն մեկ հայ անձի համար, որ յուրաքանչյուրին այցելես, քու ավետարանիդ լույսը դեր անոնց սրտի մեջ թող ձակիով Աստված ամբողջ ժողովուրդով դեր քու անունդ կանչենք եւ դու գայցելես մեզի քու խոստումիդ համեմատ գաղութենք որ այս պաշտամունքի մնացած վարյանները քու առաջնորդությամբ դլան քու իմաստությամբ դլան քու խոսքով դեր այստեղեն համարցակ կերպով թող կարոզվի դեր բոլոր մտիկ ընողներս դեր մեր սրտերը պատրաստ է, մեր ականջները բաց, այն ինչ որ գսես մեզի ով դեր։ Անիգա թող դեղ գտնե մեր սրտի մեջ եւ քեզի համար բարի բդուղ տա։ Շնորհակալ ենք քեզ մե, փառք կտանք քեզի։ Ամեն բանի համար։ Այցել է մեր մեջ ով դեր, անոնք որոնք դժվարության մեջ են։ Անոնք որոնք ով դեր ֆիզիկական դգարության մեջ են, հիվանդության մեջ են։ Անոնց այցել է եւ գադարյալ բժշկությունը դուր։ Գաղութենք ով դեր անոնք որոնք ցավի մեջ են, անոնք որոնք սուքի մեջ են, անոնք որոնք ննչեցյալներ ունեցան, անոնց այցելես եւ մխիթարես։ Շնորհակալ ենք քեզ մե, որ դու բարի Աստված ես եւ քեզի նմանը չկա ով դեր։ Փառք լա քեզի ամեն բանի համար։ Շնորհակալություն քեզի ով դեր։ Փառքը, բադիվը, երկրպագությունը միայն քեզի գվայլ է։ Ալելույա։ Ամեն։ Շարունակենք դերը պարապանել, երկելը ոտքի վրա երկի 265, այս երկին առաջին 4 համարները պիտի երկենք։ Երկի 265, առաջին 4 համարները պիտի երկենք։ Lokanor ansalo, yep tagă pe
հավաքցինք իրարու դեր նարադորեն գվարծադրեք ամևիշ կորուց խաչ զոր գրենք իր հարաչ Peren ortut jeb nazante, nish nazante, percin vasta elo, kanzi galas yerchani, lokanor ansalo. Hay siruin hajuikner, yerbek chen payeler, Minche vor amem pancha zohen, Kazi shnor kiran hun, U hartas pegrutyun, Anos tem boron nazante, Nish nazante, Percin vasta helo, Kazi galas yerchani, Lokanor ansalo. Amen. Անգամ եւս բարիլույս ծեր բոլորին գողջունեմ յուրաքանչյուրդ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ բարի քալուստ կմաղթեմ բոլորնիդ եւ ինչ լավ է որ այսօր անգամ եւս միասին հավաքված ենք Աստծո տանը մեջ իրարու հետ Աստված ճաշտելու եւ իր խոսքը լսելու այսօր Այսպես կրնամ ասել, որ տերևս պիտի շարունակություն մնե այն երկու կարոզներուն, որ ասկեց 2-3 շաբաթ առաջ սկսանք միասին, որ եթե կհիշեք երկու որդիներուն կարոզն էր, երկու որդիներուն օրինակն էր։ Եվ այսօր թեպետ այդ նյութը չէ, բայց կամփոխացնե այդ նյութին հետ։ Եվ պատկամին խորակիրն է հավատքը, որ կգործե, կամ գործող հավատք։ Շատ անգամներ կլսենք մեր շուրջը գտնվող մարդոցմեն, որ կսեն ես հավատացյալ եմ, ես քրիստոնյա եմ։ Ադենդեր մենք ալ կհայտարարենք, ես հավատացյալ եմ։ Ինչ կնշանակե հավատացյալ ըլլալ։ Կնշանակե հավատքի մը հետևիլ։ Եվ մեր բարակային քրիստոնեական հավատքին հետևիլ։ Ասիկա կնշանակե, որ մեր ըսածը և մեր ապրած կյանքը իրարու համապատասխան պետք է ըլլան։ Այնինչ որ գսենք և այնինչ որ հայտարարենք և մեր ապրած կյանքը իրարու պետք է ամբողջացնեն։ Մեկը մյուսին ցույց տա, որ իրական է ասիկա։ Եվ ասիկա ինքնին արդեն մեծ մարդահրավեր է, որովհետև թյուրին է խոսիլը, բայց թյուրին է ապրիլը, դժվար է։ Բայց Աստծո խոսքը գետը ուշադրությունը ավելի ապրելուն վրա գտնե, քան թե խոսելուն վրա։ Երբ որ գգարտանք Աստվածաշունչը, մանավանդ Հիսուսի խոսքերը, ուղղությունը, ուսուցումները, արակները, կտեսնենք, որ ամբողջությունը ընելու վրա են և ոչ թե խոսելու վրա։ Հակոբոս Սարաքյալ
ճիշտ այդ ուղղությամբ իր նամակին մեջ եկեղեցիներուն այս նույնին մասին գրե։ Որ որքան կարևոր է քու հավատքիդ հետ ըլլան նաև քու գործերդ։ Շատ լավ է հավատք ունենալը եւ հայտարարելը, որ դու ինչ հավատք ունես։ Արտահայտելը, որ դու ինչի կհավատաս։ Բայց քո հայտարարությունդ փաստ պետք է ունենա։ Անգլերեն գսեն evidence։ Եվ ասպարը շատ կգործածվի թադարաններու մեջ։ Եվ որ թադ կլա, թադախազը առաջ որ իր ասենք թադավարությունը անե, պետք է փաստեր ունենա իր ցերքին մեջ։ Եթե փաստ չունենա, չի գտնար ճիշտ կերպով թադավարությունը անել։ Հավատքը նույն բանին կնմանի։ Եթե փաստ չունենա, եթե evidence չունենա, կնշանակի որ հավատքը միայն բառեր են, միայն խոսքեր են։ Կորձ, օրինակ, վկայություն չի գա։ Հակոբոս առաքյալ մեզ գսե որ այս փաստը գսե կորձերն են։ Կորձեր։ Եվ մենք ընդհանրապես խնդիր ունենք քիչ մը կորձերուն հետ։ Հավատքի հետ շատ խնդիր չունենք։ Մեր խնդիրը կորձերուն հետն է։ Պողոս առաքյալ ուրիշ փառը գործած է, գսե բդուղը։ Քահանացիներուն գրած նամակի մեջ 5-րդ գլուխի մեջ բդուղի մասին կխոսի։ Հակոբոս առաքյալ կխոսի կորձերու մասին, Պողոս առաքյալ կխոսի բդուղին մասին։ Երկուքը դա նույնն են, ամեն մեկը տարբեր բառը գործած է։ Ուրգեգուկա ասոնց հիմքը Հիսուսի լերան կարոզեն, որ քիչ առաջ փոխադարձ ընթերցանության մեջ կարտացինք։ Լերան քարոզը երբ որ գարտակ հավատքի մասին չխոսիր Հիսուս։ Գխոսի կորձի մասին։ Գխոսի ըներիկներուն մասին։ Եվ ադիկը շատ հետաքրքրական է։ Theological աստվածաբանական նյութեր չի կան հոն։ Այլ ուղղություններ կան, ըներիկներ կան, բադվերներ կան։ Ուրեմն ավետարանի ամբողջ կենտրոնացումը ըներիկներու վրա է։ Ադիեսել չէ որ հավատքը կարևոր չէ։ Ադիեսել չէ որ ճշմարտությունը հավատալը կարևոր չէ, շատ կարևոր է։ Բայց Հակոբոս առաքյալ գսե որ միայն հավատքը բավարար չէ։ Հավատքին հետ նաև պետք է ընկերակցի ինչը կորձը, վկայությունը։ Եվ գսե եթե հավատքին հետ կորձը չլա, հավատքը գսե մերած հավատք է։ Եվ գսե մերած հավատքը գփրկե, հարցում կարծնի, պատասխանը չի դար, բայց պատասխանը կարծեք թե հարցումի մեջն է արդեն։ Մերած հավատքը գփրկե։ Հավատքին հետ կորձ պետք է։ Ինչ օգուտ է եղբայրներս, եթե մեկը ասե թե հավատք ունի եւ կորձ չունենա։ Միթե հավատքը գրնա փրկել զանիգա։ Ինչ օգուտ ունի։ Որ մեկը ասե, կամ ես ասեմ, կամ ոչ մեկը ասե, ես հավատք ունիմ, ես այսպես կհավատամ, ես այնպես կհավատամ, բայց կյանքի մեջ վկայություն չունենա, կյանքի մեջ կորձ չունենա։ Այդ հավատքը գսե մերած հավատք է։ Եվ եթե ուրիշ ծանր բաներ ագսե, հիմա պիտի հասնենք, այսինքն որպեսզի կարողանանք հասկանալ։ Քիչ մը ծանր լեզու գործած է, արթնցնելու համար Աստծո ժողովրդին։ Օրինակ մոգուտա Հակոբոս առաքյալ։ Գսե եթե մեկը պետք ունի, ընկերային վիճակի մը պետք ունի։ Գսե որ եթե մեկը եղբայրը գմսի գոր գերագուր չունի, հակվերիկ չունի, կամ անցմը, և եթե ասես, որ ասված կհոգակ ես երթասպարով, սե ուր է հավատքը, ասի օրինակ մն է բարզվես, ասորվես
շատ հազարավոր օրինակներ կան։ Ուրեմն ընկերային վիճակի մը հավասարցնե Հակոբոս Արաքյալ կորձը վկայությունը, որ եթե ընկերային պետք մգա քու շուրջդ, անիգա մի անդեսր։ Այսպես ալ հավատքը, եթե իրեն հետ կորձ չունենա, առանցինը մերած է։ Այսինքն կյանք չկա այդ հավատքին մեջ։ Բարձրապես մտքի մեջ երևակայություն մնե։ Բարձրապես մտքիդ մեջ խաղապար մնե, որ երբեք չասցեր որ քու ապրած կյանքիդ վրա, քու կորձերուտ եւ քու ըներիկներուտ վրա։ Գրոնական հավատք է, գրոնքի հետևող հավատք է, որ խաղապարներով լեցուն է։ Բայց կորձի կետնի վրա կտեսնես, որ մեծ փոփոխություններ չունի։ Ճիշտ խոսքեր գսե, բայց սխալ կորձեր գնե։ Հիմա եկուր հասկացիր։ Լավ բաներ գսե, որ բայց սխալ բաներ գնե որ։ Ինչպես իրարու հետ կհամապատասխանեն։ Չեն համապատասխաներ։ Անոր համար Արաքյալը մեզի գարթանցնե որ ծեր խոսքերը եւ ծեր կորձերը իրարու հետ համապատասխանն լան, ակտերեն գսեն matching, իրարու հետ քալեն։ Ճիշտ հավատքը չի պրգեր։ Այսպես կսե։ Եթե միան ճիշտ հավատք ունենաս, ադիգա պամը չի փոխեր քեզի։ Անոր հետ վկայությունը դալ պետք է ունենաս։ Եվ գիտեք ինչ օրինակը ուտա։ Սատանայի օրինակը ուտա։ Կսե դու կհավատաս, որ Աստված մեկ է։ Շատ լավ գնես, աղիք գնես։ Թևերն ալ, սատանան ալ կհավատա եւ կվախնան, կսարսափին։ Եթե միան հավատք ունիս եւ վկայություն չի գա կյանքիդ մեջ, եթե կորձ չի գա, ադիգա ըստ Արաքյալին սատանայի մագարտակի հավատք է։ Սատանան ալ կհավատա, քեզ մի ավելի կհավատա։ Աստուծո իր աչքովը կտեսնի։ Քեզ մի ավելի կհավատա եւ գթողա կսարսափի։ Ուրեմն որքան կարևոր է, որ քու հավատքիդ հետ վկայությունը լա եւ կորձը լա։ Աստված մեկ է գսե։ Դու կհավատաս, որ Աստված մեկ է։ Ասկապարը, այսինքն ճշմարիտ վարդապետության եւ աստվածապանության վերնակիրն է։ Աստված մեկ է եւ ամբողջ մանրամասնությունները կշարունակվին հետո։ Աստուծո ճշմարտության։ Բայց ադիգա գսե սատանան արկիդ է։ Միան ադիգա բավարար չէ։ Քու կորձերդ, քու վկայություններդ, քու ուներիկներդ փաստ են, որ քու ունեցած հավատքդ որքան իրական է քու սրդիդ մեջ։ Շատ էր այդ հավատքով կշարունակին իրենց կյանքը։ Ադիգա թագարդ մնե։ Եվ մինչև վերջ կփորձեն ճիշտ կերպով հավատալ, ամեն բան մանրագրգիտ։ Լավ է, բայց բավարար չէ։ Անոր հետ պետք է լա վկայությունը։ Քու հավատքդ ոչ թե միան լեզուովդ արդահայտ է, այլ նաև քու կորձերովդ եւ քու վկայությունովդ։ Գուզես գիտնալ ով սնոդի մարդ, թե հավատքը առանց կորձերու մերած է։ Ով սնոդի մարդ։ Այսպես կգոչի Արաքյալը։ Անոնք, որոնք միան հավատքով գուզեն շարժիլ, բայց վկայություն չի գա իրենց կյանքի մեջ։ Արաքյալը սնոդի գսի անոնց։ Նայեցեք Փարիս ամարացին։ Գիտենք պատմությունը, գիտենք օրինակը։ Ինչպես մարդը ջամփուն վրան ինգավ, գոպտվեցավ եւ այլն վիրավորվեցավ եւ 3 հոգիներ անցան։ Առաջինը 2 գրոնավորներ էին, որոնք շատ լավ հավատք ունեին։ Հավատքին մանրագրգիտ բաժինները լավ գիտեին։ Բայց անոնց հավատքը միայն իրենց միտքին մեջն էր։
երևակայության մեջ։ Երրորդ անձն էր, որ սամարացին, որ ոչ մեկ աստվածաբանություն գիտեր, ոչ ալ այդ մեծ խաղապարները գիտեր եւ այլն, բայց իր ունեցած փոքր հավատքով կարողացավ շատ մեծ գործ անել։ Եվ Հիսուս այդ բարի սամարացին է, որ բադվեց։ Կտեսնեք, որ հավատքին հետ, երբ որ կորձի եկավ, Հիսուս բադվեց եւ Աստված ադիգագուզ է։ Նայեցեք Զաքիոս, մեղավոր մեկն էր, Հիսուս զարենվարիչ է ցուսիրեն, իր դունը քնած, հավատքի եկավ, ես կհավատամ ասավ եւ հոն մնաց։ Ոչ։ Ասա որ հիմա հավատքս կորձի դարձնեմ։ Ամբողջ ունեցածից կեսը աղքատներում պիտի դամ, մնացած դալ որու որ ինչ որ զրբարտություն հրացեմ, անգամ 4 պիտի դրեմ եւ պիտի վճարեմ։ Իր ունեցած հավատքը կորձի վերածեց։ Եվ Հիսուս ինչ ասավ Զաքիոսին համար, այսօր այս տանը փրկություն եղավ։ Փրկությունը երբ եղավ։ Երբ որ Զաքիոս ջաշինը ստեցավ, ասավ որ կհավատամ քեզի։ Փրկությունը այն ադեն եղավ, երբ որ Զաքիոս հայտարարեց, որ իր հավատքին հետ ինչ պիտի անի։ Կտեսնեք հավատքը եւ կորձը, երբ որ կովի եկան, Հիսուսը ասավ փրկություն եղավ։ Կարևոր չէ ինչ կսես, կարևորը քու ուսածներդ որքանով գնես։ Կորձող հավատքն է կարևորը եւ ոչ թե հայտարարված հավատքը։ Հետաքրքրականորեն Հակոբոս Արաքյալ մեզի երկու օրինակներ կտա։ Առաջին օրինակը Աբրահամին օրինակն է, որ հավատքի հայր էր։ Բոլոր հավատացյալներուն հայրը ինքն է։ Բայց միան հավատք չի մնաց իր մեջը, այդ ինչ եղավ, իր հավատքը կորձի դրավ։ Եվ որ Աստված իր մեր խնդրանքն ուզեց, իր միածին որդին, մեկ հատիկ որդին զոհելու, իր հավատքը եւ իր կորձը միասին քալեցին։ Աբրահամը հնազանդեցավ եւ այդ հնազանդությունով հավատացյալներու հայր կոչվեցավ։ Հավատքը եւ կորձը։ Երկրորդ օրինակը, որ գուտա շատ հետաքրքրական է, որ Հակոբոս Արաքյալ քաչություն ունեցավ այդ օրինակը տալու եւ անիալ Ռախաբ Բորնիկի օրինակն է, որ այս կինը Երիկովի մեջ ընդունված չէր բարիսպին վրան գաբրեր, քաղաքին զայր այսինքն, որովհետև բորնիկ էր, շնության մեջ գաբրեր, բայց չենք գիտեր մանրամասնությունը ինչպես հավատք ունեցավ, երբ որ լրդեսներ եկան, երբ որ Հեսուն լրդեսներ ղրգեց Երիկով, ինչպես հավատք ունեցավ չենք գիտեր, Աստված ինչպես խոսեցավ, երազի միջոցով, դեսիլքի միջոցով, կամ իր սրդին թրները բացվեցան, աչքերը բացվեցան, չենք գիտեր, բայց մեկ բան գիտենք, որ Աստուծո կամքին հավատաց։ Եվ իր այդ հավատքը կորձի վերածեց, երբ որ լրդեսները բահեց իր դանիքին վրա։ Ունեցավ այդ քաչությունը, որ կարողանա իր հավատքը, ունեցած հավատքը կորձի տնել։ Եվ գիտեք, Ռախաբ Բորնիկը Հիսուսի ծնած շարքին մեջն է, իր Հիսուսի descendants, իր սերունդեն որ գուկա, Ռախաբը մեջն է, որ ինչ հավատքով, ինչ կորձի դարավ և կարողացավ այդ քիզին մեջը մտնել։ Ճշմարիտ հավատքը կկորձե, կշարժի, ճշմարիտ հավատքը կծարայե, ճշմարիտ հավատքը դարբերություն կբերե իր շուրջիններուն, եկեղեցին, թրացիներուն, կորձին, ուր որ գտնվի,
դարբերություն կբերե։ Ճշմարիտ հավատքը ողորմած է։ Ճշմարիտ հավատքը նեղություններ կգրե։ Զորավոր կլա, գշալգի այդ իր թեմ եղած բոլոր հագարակությունները։ Ճշմարիտ հավատքը գործն է, թիմացինին փարիքը կփնդրե։ Ճշմարիտ հավատքը դգարին կպաշտպանե, դգարին կօգնե։ Ճշմարիտ հավատքը կհնազանդի Աստծո խոսքին։ Ճշմարիտ հավատքը փարի վկայություն կբերե։ Գտեսնեք, այս բոլոր ըսածներուս մեջ բոլորը կորձեր են, բոլորը ըներիկներ են, քահապարներ չեն։ Եվ հավատքը այդ ըներիկներն են։ Հավատքը ապրող պետք է լա, թե ոչ ինքնին մինագը գմերնի։ Եվ Հակոբոս Արաքյալ գգաբե հավատքը ապրող մարդումը և մերած մարդումը։ Կեսե ինչ է դարբերությունը, մեկը որ գաբրի գոր և մեկը որ մերած է։ Մեկուն մեջ հոգի գա, մյուսին մեջ հոգի չի գա։ Մարմինը, այս մեր մարմինը գնամացն է հավատքի։ Եվ հոգին, մեր հոգին, մարդու հոգին գնամացն է կործի։ Ինչ է դարբերությունը երկուքին, երկու տեսակ մարմիններուն, որ որու մեջ որ հոգի գա, կյանք կա, իսկ որու մեջ որ հոգի չի գա, մերած է։ Հավատքն ալ նույնն է։ Եվ որ հավատքին հետ կորձ գա, կյանք կա, արդյունք կա, իսկ եթե հավատքին հետ կորձ չի գա, մերած է։ Հավատքը մերած է։ Քանզի ինչպես մարմինը առանց հոգիի մերած է, նույնպես ալ հավատքը առանց կորձերու մերած է։ Առանց փաստի, առանց վկայության, առանց կորձունեության հավատքը գմերնի։ Լավ է ասել ես հավատացյալ եմ։ Ադիգա առաջին գետն է։ Բայց ինչ պետք է անենք։ Կարողանանք մեր խոսքերը կորձի վերածել։ Ինչ որ կհավատանք, ադիգա արդյունք պետք է դա։ Կորձի պետք է վերածվի, փաստ պետք է ունենա, որ մեր հավատքը իրական և ճշմարիտ հավատք է։ Ինչ կրնամնել, քուշուր չտնայիր։ Եթե պետքեր կան, եթե կարող ես այդ պետքերը լեցնել, ըրե։ Եթե մեկը քեզ մե օգնություն գխնդրե, եթե կարող ես, ըրե։ Երես պիտարցներ։ Եվ ես կտեսնեմ մեր եկեղեցիի մեջ, որքան գսիրենք իրարու հոգ տանել, եւ ասի շատ լավ բան է։ Շատերս օտոյի սենք ծառայություն գնենք, մեկը օտո չունի, դժվարություն ունի գալու, ձերը եւ այլն, մեկը մյուսին կհասցնե, գբերե, ետ կդանի։ Ասի հավատքը կորձի տնել է։ Շատ մգիներ հյուրասիրությամբ կսպաղին։ Մենք հիմա ինչ ա, որ քիչ է դոգիշտենք, ամեն բան շարված է սեղանին վրա, սուրջը տաք է, ամեն բան ապահովված է, գվայրենք։ Բայց ադիգա սեղանին վրա ալլալու համար մարդ աշխատած է ադոր ետևը։ Մարդիկ կան, որ աշխատած են, մարդիկ կան, որ կացած են իրեն ժամանակը դրամատրած են, քնումը ըրած են, փերած են, ուրիշներ կան, որ եկած են անոնք, սարնարան հանած են, ափսեներու մեջ տրած են, ուրիշները ճուրը լեցուցած են, սուրջը պատրաստած են, մարդիկ կան, որ աշխատած են։ Հավատքը կորձի վերածել։ Ասի եկեղեցի մեջ բարձ օրինակներ են ասոնք։ Մեր մեջ շատ անգամներ հիվանդներ գլան եւ գտեսնեմ եւ գլսեմ գայցել ենք գեհերացայնենք անոր որբիսության մասին հետաքրքրված ենք եթե բանիմը պետք ունի ասի հավատքը կորձի վերածել է գտեսնեք որ որքան կարևոր է
ոչ թե միան ճիշտ հավատալը, այլ նաև ճիշտ ընելը։ Հավատքը եւ գործը։ Իրանու ծառայենք։Աշան անգամ մենք ասենք, որ շատ չենք տեսնել, որ մեր շուրջը մարդիկ պետք ունին։ Մենք իրանու գրնանք նայել։ Իրանու գրնանք բրբդել եւ տեսնել, որ շատ անգամ մեր շատերս պետք ունենք։ Ծառայությանը պետք ունենք, օգնությանը պետք ունենք, այցելության պետք ունենք, տելեֆոնի պետք ունենք։ Պետք ունենք, որ մեկը մեզի հարցնի ինչպես ես։ Ասոնք կորձեր են։ Մեր հավատքին հետ մեր կորձը պետք է գալի։ Նայր այս եկեղեցի մեջ ինչ պետք է կան։ Քոնե մեկ բան որոշ է անել։ Եկեղեցի հոգապարծության մոտեցիր, հովիվի մոտեցիր, ոյ մեկումը մոտեցիր, պատասխանատու եղբայրներ են, քույրեր են։ Եվ ասեմ, որ դու պատրաստ ես փամը անելու, եթե պետք կգա։ Շատ պետք է գա։ Պատրաստ եղիր անելու, այդ սիրտը ունեցիր, պատրաստակամությունը ունեցիր, հավատքդ կորձի վերած է, դու ինչ կրնաս անել, և ադիգա մեծ փոփոխություն ունի, նախտուն գործնվիս, ես ես եմ, ծառայության մեջ, ոյ մեկ պամը որ գնես, առաջ որ շուրջիններըդ օրտնվին, առաջինը տուն գործնվիս, ինչ որ ընես, Աստված սրդիտ մեջ այդ ըսկացումը գուդա, այդ օրտնությունը գուդա, որտուն իր գամքը գադարեցիր։ Եվ ադիգա կու հավատքդ գզորացն է, կու հավատքդ գմեցն է։ Առաջին օգտվողություն գլաս, և ետքը անոնք որոնք կու շուրջը դն։ Ուրեմն սերիներ, հավատքը և կործերը իրարու հետ կերտան։ Եթե միան կորձ ունենանք և հավատք չունենանք, բարեկորձական հաստատության մը գվերածվենք, որ ինքին սխալ բան չէ, լավ բան է, կկաչադրեմ ես, բայց միան հոնգը մնա ադիա։ Եթե միան հավատք ունենանք և կորձ չունենանք, գրոնավոր փարիսեցիի մը գնմանինք։ Անորամար և հավատք ունենանք, և ալ կորձ ունենանք։ Հավատքը գենթանի բահողը կորձն է։ Եթե չունիս այդ ծառայությունը, չունիս այդ վկայությունը, քու ունեցած հավատքդ պիտի մեռնի։ Միայն այն ժամանակ գշարունակե հավատքը ապրիլ, երբ որ մենք գշարունակենք կորձել։ Այնպես որ թող Դերը, թող Սուրբ Հոգին մեզի օգնե հասկանալու այս ճշմարտությունը, այս խորհուրդը եւ մեր հավատքին վրա կորձ ավելցնելու։ Մեզի արիտներ թող դա Աստծո Հոգին, որ կարողանանք այդ արիտներուն ընդմեջեն մեր ունեցած հավատքը կորձի վերածենք։ Ամեն։ Աղոթենք։ Դեր շնորհակալ ենք քեզ, որ քու խոսքը ճշմարտություն է։ Շնորհակալ ենք քեզ, որ դու մեզի կօգնես այս ճշմարտության մեջը մտնելու, որովհետև քու կամքդ ադիգա է։ Շնորհակալ ենք այս խորհրդին համար, որ դու մեր առջևը բացիր այսօր, որ դու մեր ունեցած հավատքին հետ դու կորձալ գագնգալես, գսպասես, գուզես ով դեր որ այն հավատքին մեջ, որ մեզի ցանեցիր, մենք անոր մեջ բդուղ բերենք, մենք անոր մեջ արդյունք տանք, մենք անոր մեջ կորձոլ լանք, որովհետեւ մեր հավատքը գենթանի մնա։ Անորամար գաղոթենք, որ դու մեզի օգնես այս բանին մեջ, դու մեզի ուղես եւ առաջնորդես, իմաստությունով լեցնես եւ արիտներ դաս մեզի ով դեր, այս հավատքը գենթանի բահելու։ Շնորհակալ ենք քեզ մե, ինչ որ գնես եւ ինչ որ պիտի անես, փառք լա քեզի։ Ամեն։ Շնորհակալ ենք եղբայր, հիմա մեր սիրահոժար նվերները բիտաբակենք։
Միասին ոտքի վրա դեոնական աղոթք երգենք։ Զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն